Բարև ձեզ Factor TV հյուրը ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ասլանյանը, ողջույն, պարոն Ասլանյան։ Բարև ձեզ։ Մինչև ամսի 2-ը Մինչև ամսի 2-ը, մինչև մեր լիազորությունների ավարտը։ Նրանք, ովքեր ձեզ փոխարինելու են խորհրդանում, ձեր գնահատմամբ ինչպես Պուտինը կասեր, քաղաքական աշխատանքի են ունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ԿՊՆ ձեր նախկին թիմը, ինչպես նաև ընդդիմադիր երկու ուժեր Սամվել Կարապետյանի, Քոչարյանի, ինչ ենք տեսնելու, ծեծ, հայհոյանք, ծեծ ու ջարդ, թե ամեն դեպքում այդ աշխատանքը կերևա։ Շնորհակալություն նախ։ Թող Ռոբերտ ջան, հանկարծ իմ խոսքը չթվա զուտ իմ մոտեցումները, բայց նաև իմ վերլուծությունները երևա ու թող չթվա մարդկանց թող չթվա որ եթե ես այդ խորհրդարանում այլևս չկամ այդ խորհրդարանը ինձ համար զուտ խորհրդարան է չէ այդ խորհրդարանը ինձ համար այն ժամանակ էլ խորհրդարան չէր այդ խորհրդարանը պետք է լիներ որը չեղավ նաև 8-րդը պետք է լիներ իր հայրենիքի համար տառապող մարդկանց հավաքատեղի, որը ես չտեսա։ Դուք չեք տառապում ԿՊԱ-ականների հետ հայրենիքի։ Կներեք։ Գիտեք ինչ կա։ Արիստոտելը մի լավ բան է ասում։ Ասում է, եթե առաջին անգամ խաբեցիր ինձ, ամոթ քեզ։ Եթե երկրորդ անգամ խաբեցիր ինձ, ամոթ ինձ։ Հիմա ինձ առաջին անգամ խաբել են։ Ես խաբնվել եմ ոչ թե նրա համար, որ հիմար եմ եղել, այլ խաբնվել եմ նրա համար, որ չափից դուրս վստահել եմ։ Ում։ Վստահել եմ ԿՊ-ին, որը հրավիրեց ինձ, որը կտրեց ինձ հիմնական այն աշխատանքից, որը շուրջ 40 տարի ես վարում էի։ Այսինքն իմ գիտամանկավարժական գործունեության ոլորտից, խնդրելով բերեցին այնտեղ։ Իսկ ես, որ դեռ մանուկ հասակից որոշակիորեն ուրիշ մոտեցումներ եմ ունեցել իմ հայրենիքի նկատմամբ, հավատացել եմ, որ այս եկող մարդիկ կլինեն հայրենիքի նվիրյալներ։ Նրանք խնդրում են, որ պատգամավոր դառնաք ԿՊ ցուցակով, ճիշտ հասկացա։ Այո, այն որ ավել պակաս որ արժանիքի համար, պարոն Ասլանյան։ Իմ այն արժանիքի համար, որ ասենք նախ ես 90-ական թվականներից հայտնի եմ եղել։ Մինչև 18 թվականը ես իմ գործունեությունը ծավալել եմ, բայց այդ ընթացքում առնվազն 4 անգամ եղել եմ պատգամավորության թեկնածու։ Ամփոփվել պատգամավոր էի ես 8-րդ մասիվից։ Բոլորը ինձ ճանաչում էին, որովհետև ես ոչ մի կուսակցություն չէի մտնում, բացարձակապես, եւ փորձում էի մենակ պայքարել ու մտնել։ Բա առանց ԿՊԱ-ականների քանի անգամ մտակ խորհրդարան։ Ոչ մի անգամ, բայց դե ուրեմն մի րոպե, կներեք։ Ով է մտցրել ձեզ խորհրդարան, ստացվում է, պարոն Ասլանյան։ Այստեղ է որ Եթե առանց ԿՊ-ի չեք կարողացել 4 անգամ, ուրեմն նրանց շնորհիվ եք մտել։ Այո, դուք ճիշտ եք նրանց շնորհիվ, բայց ոչ որպես զերո։ Բայց իմ հարցը չմոռանաք։ Հիմա եթե սկսեցիք ձեզնից խոսել, եկեք այդպես շարունակենք, հետո կանցնենք առաջ, ԿՊ-ից դուք դուրս եկաք եւ ձեր օրինակը ԿՊ-ից դուրս չեկանք, ԿՊ-ից մեզ վռնդեցին։ Ձեր օրինակը հաճախ ոչ լավ համատեքստում է բերվում, որ տեսեք, այս նոր խմբակցությունում ԿՊ-ի եւս կլինեն այնպիսի անձինք, ովքեր կդավաճանեն Փաշինյանին եւ դուրս կգան։ Տեսեք Հակոբ Ասլանյանը եւ Հովիկ Աղազարյանը դա արեցին, հետեւաբար գնանք խորհրդարան, մանդատները վերցնենք, 12 կամ 13 հոգի ձեզ նման պատգամավորներ կլինեն եւ իմպիչմենտ կանենք։ Մի քիչ չեք տխրում, որ ձեր օրինակը այսպիսի համատեքստում է բերվում։ Նախ համաձայն չեմ դավաճան բառի հետ։ Ումն եմ դավաճանել ես, ումն եմ խոսք տվել եւ ումն եմ երբեմն ես իմ խոսքը դավաճանել։ Ինձ խնդրելով բերել են ԿՊ,
այն ժամանակ երբ Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր, այսինքն ելքի ժամանակ, եթե դուք ցուցակները նայեք, ելքի ժամանակ, երբ որ իրենք շատ այսպես կադրերի պահանջ ունեին, ես համաձայնվել եմ, թողել եմ իմ գիտամանկավարժությունը, մտել եմ իրանց հետ եւ ելքի ժամանակ իմ տեղամասում ես 861 ձայն եմ ստացել։ Նիկոլը այն ժամանակ Նիկոլ չէր։ Ոչ էլ Նիկոլ Փաշինյան էր, ոչ էլ վարչապետ էր։ Այսինքն ես կայ եւ իրենք գիտեին, որ ով է ելքի ժամանակ ոնց եղավ, որ իրենց մարդիկ 2, 3 կամ 5 ձայն էին ստանում, իսկ այս մարդը ստանում է 861 ձայն։ Պարոն Ասլանյան, չհերքելով ձեր ասածը, բայց Հակոբ Ասլանյանը ԿՊ-ով եւ Հակոբ Ասլանյանը Մասկով դրանք տարբեր գործիչներ են, ԿՊ-ում դուք բավականին այսպես ինքնավստահ եք, ավելի ձեր քաղաքական գործունեությունը ավելի կայուն էր, իսկ Մասկի մասին որևէ մեկը 26 թվականի ընտրություններում չլսեց, որևէ մեկը չհամաձայնվեց ձեզ հետ դաշինք կազմել եւ կա հավանականություն, որ դուք ձեր կարիերան քաղաքական գործի միգուցե ավարտեք պատգամավորությունից հետո, եկեք հակառակն էլ նայենք, Հակոբ Ասլանյանը ԿՊ-ով եւ Հակոբ Ասլանյանը Մասկով, չկան տարբերություններ քաղաքական արդյունքի տեսանկյունից։ Հակոբ Ասլանյանը ԿՊ-ով։ Հակոբ Ասլանյանը ԿՊ-ով հնարավորություն ստացավ սկզբնական շրջանում իր ուժերը փորձեց ներդնել հայրենիքի համար, փորձեց անել այն ամենը, ինչը կիսատ էր մնացել։ Հակոբ Ասլանյանին թույլ չտվեցին եւ ԿՊ-ն ինչքան որ հնարավոր էր, Հակոբ Ասլանյանին սկսեց ճզմել եւ Հակոբ Ասլանյանին փորձեց դարձնել ուսապարկ։ Իսկ Հակոբ Ասլանյանը ուսապարկ չէր։ Իսկ քանի օրենքի եք դեմ քվեարկել, երբ որ դուրս չեք եկել։ Դե ես էլ դա եմ ասում։ Օրենքի դեմ քվեարկել։ Ես ներսում անհամաձայնություններս տվել եմ, բայց բավական տեսեք, դուք ասում եք այն ինչ որ կա, բավական եղավ, որ ընդամենը մեկ անգամ ես չհամաձայնվեցի, ինձ ուղղակի դուրս չպրտեցին։ Իսկ մինչև 24 թիվը, այսինքն 21 թվականի հունիսից մինչև 24 թվականի աշունը, այո, եւ պարոն Աղազարյանը, եւ պարոն Ասլանյանը փորձել են ներքին, այսպես ասած, անհամաձայնությունները ասելու, փորձել են բարձրացնելու, բայց եկել հասել է մի սահմանագծի, որից հետո այլևս հնարավոր չէր միասին գնալ։ Եվ եթե դուք հիշում եք, առաջին իսկ հարցազրույցը, երբ որ մեզ դուրս շպրտեցին ԿՊ-ից, ես ասացի, որ ես շնորհակալ եմ ԿՊ-ից, որ ԿՊ-ն ինձ վերադարձրել է ինձ, նա Ասլանյանին վերադարձրել է Ասլանյանին եւ Ասլանյանը սրանից հետո գդառնա այն Ասլանյանը, որը իրականում կար։ Ուրացել եք ձեր ինքնությունը մտածել։ Այո, ինչ որ ձեւով ու չէի ուրացել, կորցնում էի եւ այդ կորցնելը եկավ հասավ մի շրջանակի, երբ այլևս ես չէի կարող կորցնել եւ ստիպված էի անել եւ դա նա էր, երբ որ իմ գործընկերոջը մեղադրանք ներկայացվեց պետական դավաճանության մեջ, խոսքը պարոն Աղազարյանի մասին է, եւ ես չհամաձայնվեցի, եւ չհամաձայնվելով ես ասացի, որ այն մեղադրանքները, որ դուք պարոն Աղազարյանի նկատմամբ ասում եք, այսինքն դուք նրան դավաճան եք կոչում, պետական դավաճան, եթե ես նրա կողքին եմ կանգնած, ուրեմն ես էլ եմ դավաճան։ Այդ դեպքում ես ուզում եմ, որ դուք, կարծեմ դրա մասին ասել եմ, որ դուք ներսում, պարոն Կոնջորյան, 5-ից 6 հոգի ամենակիչը մարդիկ ջոկեք, ներսում մի հատ քննարկենք։ Դա հիշում եմ, պարոն Ասլանյան, եկեք ձեր եւ ԿՊ քաղաքական ապահարզանը մոռանանք մի բան։ Մոռանանք։ Այնպես ստացվեց, որ ձեր բենեֆիսը կարծես լինի այս հարցազրույցը, իմ հարցը հետեւյալն էր։ ԿՊ-ն կարծես թե նույնպիսի իշխանություն է վերցնում ազգային ժողովում, ինչպիսին ուներ նախորդ խորհրդանում 8-րդ,
ինչի է ունակ ընդդիմություն, այդ ձեր կարծիքով կկարողանան նրանք բարդացնել ԿՊ-ի կյանքը, թե նրանք կկրկնեն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի գլխավորած ուժերի ճակատագիրը քաղաքական պայքարներ, փողոց, բարձր ձայներ, տոնայնություն, դավաճան, թուրք եւ այլն հող հանձնող եւ ինչպես պարոն Քոչարյանը ասաց մաշվեց ընդդիմության վարկանիշը։ Ինչ եք դուք օրինակ Կարապետյանի ուժից սպասում որպես ընդդիմադիր կողմ։ Դե հիմա ուրեմն անցնենք ավելի լուրջ այդ քննարկմանը։ Չեմ կարծում ձեր թեման լուրջ չէր, բայց համամիտ ավելի լուրջ, ասացի ոչ թե լուրջ, այլ ավելի լուրջ։ Գնացինք։ Ես մանկավարժ եմ եւ ամեն բառը իր տեղը գիտեմ։ Հա։ Հիմա տեսեք։ ԿՊ-ն այս ընտրություններով ձևավորեց իր համար ել ավելի նպաստավոր ու լավ ընդդիմություն իր համար։ Ոնց, պարոն Ասլան։ Եթե 8-րդ գումարման ընդդիմությունը ինչ որ ձևով որոշակիորեն ներկայացնում էր հակաուժ, ապա 9-րդը չի ներկայացնելու։ Բա ինչ է լինելու։ Լինելու է ԿՊ-ի կցորդը։ Դե լավ, գույները խտացնում եք։ Չեմ խտացնում, կտեսնեք։ Ապացուցեք, բացատրեք։ Ապացուցեմ։ Փաստարկներ բերեք։ Իմ փաստարկը հետևյալն է։ Մեր ամբողջ 30-ամյա պատմության մեջ սա միակ դեպքն էր, որ ի տարբերություն նախորդների, երբ որ ընդդիմությունը բողոքում էր, թե ընտրությունները կեղծվել են, իսկ իշխանությունն ասում էր չեն կեղծվել եւ կազմում էին իշխանություն ու բոլոր դեպքերում առաջ էին գնում, չէ՞, սա միակ դեպքն էր, երբ ընդդիմությունն էլ է ասում կեղծվել է, իշխանություններ էլ ասում կեղծվել է։ Եվ եթե այդ դեպքում երկուսն էլ գտնում են, որ կեղծված է ընտրությունը, ապա այդ երկուսը ինչու են գնում խորհրդարան։ Գնում են, որ բոլոր տրամաբանական հարցը հետևյալը պետք է ներ։ դավաճան ԿՊ-ականներ ճարեն եւ Մի րոպե։ Մենք այդ դավաճանությունն էլ կասենք։ Դուք գիտեք ինչ կա։ Դավաճանը կպցրել է ԿՊ-ն մեզ, որովհետեւ Բայց ես ձեր մասին չէ խոսում, պարոն Ասլան։ Չէ։ Ձեր բենեֆիսը ավարտված է։ Չէ, եկեք բենեֆիս չէ դա։ Իրենք դավաճան են ասում այն մարդուն, որը չի համաձայնվել իրենց գաղափարի հետ, չի ուզեցել ուսապարկ լինել, չի ուզեցել զերո լինել իրենց նման եւ դուրս է եկել իրենց դեմ։ Դա դավաճան չէ։ Դավաճանը այն կլներ, որ ես այնտեղից դուրս գայի, վազեվազ գնայի մեկ ուրիշ ճամբար ու սկսեի նրանց հետ համագործակցել։ Մենք դուրս ենք եկել, չենք մտել որևէ մեկ ուրիշի թևի տակ, մենք ինքնուրույն ենք փորձել գործել, իսկ որ մասկը այս ընտրություններին չերևաց, դա էլ իր քաղաքական նշանակությունն ունի։ Պարոն Աղազարյանը եւ պարոն Ասլյանը լավ հասկանալով, որ նախորոք խոսք էին տվել, որ ոչ մի ձայն չեն փոշիացնի եւ զգալով, որ իրենք չեն կարող հաղթահարել 4%-ը, իրենց կուսակցությունը չտարան ընտրություններին նույնիսկ գրավը մուծելուց եւ ցուցակները տալուց հետո հրաժարվեցին մասնակցելուց։ Ավել փող ունեիք, փաստորեն, պարոն Ասլանյան։ Շնորհակալություն ԿՊ-ին, որը այդքան բան էր տվել։ Լավ, չասեցիք, իսկ չհամոզեցիք, ոնց է այս ընդդիմությունը լինելու ԿՊ-ը։ Իրան լեգիտիմ չեն անում, բայց դա չի շատ։ Եթե լեգիտիմ չեն աշխատի, մի րոպե կներեք։ Հիմա եզրակացություն, Ռոբերտ։ Բայց դուք փաստարկներ չեք բերել, որ եզրակացություն եք անում։ Եթե լեգիտիմ չէ, տրամաբանական քայլերն ենք տանում։ Եթե երկուսն էլ մեկը մյուսին ասում է լեգիտիմ չեն, ուրեմն երկուսն էլ խոցելի են։ Եթե երկուսն էլ խոցելի են, ուրեմն երկուսն էլ թույլ են։ Թույլերն են խոցել իրենում։ Եթե երկուսն էլ թույլ են, ուրեմն այս խորհրդարանը ավելի թույլ է, քան նախորդ խորհրդարանը։ Ամբողջականության մեջ, բայց դուք պնդում եք, որ այս ընդդիմությունը լինելու է ԿՊ-ի կցորդը, չասեցիք ոնց, չհամոզեցիք։ Ոնց օրինակի համար դա արդեն Նիկոլի քաղաքականությունն է։ Նիկոլ Փաշինյանը հստակորեն
ավտորիտար գիծը տանում է եւ հիմա նա կանգնած է ավտորիտար եւ տոտալիտար պետության սահմանագլխին շատ շուտով ինքը դրա սահմանները կանցնի եւ երկրում կհաստատվի տոտալ իշխանություն որի պայմաններում բոլորը խոցելի կլինեն բացի Նիկոլից ու ԿՊ-ից Հիմա մենք տոտալիտարիզմի մեջ ենք ապրում մենք դրա սահմանին ենք սահմանին ենք որովհետեւ տեսեք ինչ է նշանակում օրինակ Նարեկին չէ ուժեղ Հայաստանի գլխավորին կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրինական տեսակետից հաստատում է որ նա տեխնացու է հենց նա վերցնում է մանդատը նրա վրա քրեական գործ են հարուցում հիմնավոր է այդ քրեական գործը թե ոչ իհարկե ոչ բայց կհիմնավորեն որտեղ մենք արդեն մտնում ենք տոտալիտար ժամանակահատված այսինքն դուք վստահ եք որ Նարեկ Կարապետյանին առաջը դրված մեղադրանքները փողերի լվացում հարկադրանքով հավաքներին մասնակցության մեղադրանք այդ երկուսն են 8 ամիս ժամանակ կար դրանք անհիմն են մի րոպե 8 ամիս ժամանակ կար թո 8 ամիս պարզեին դուք գործին ծանոթ եք պարոն Ասլանյան որ ասում եք անհիմն են այդ մեղադրանքները ես չգիտեմ հիմնավոր են թե չէ բայց չեմ պնդում ես ծանոթ եմ այնքանով որքանով իմ ընկերոջը են ասել ես էլ օրինակ ես ծանոթ եմ այնքանով որ պարոն Աղազարյանին էլ 200,000-ի մեջ մեղադրին, հետո դարձավ 200,000-ը դարձավ 23,000, 23,000-ը դարձավ $800, հիմա էլ դեռ քննվում է այն ուղղակի ես դեռ չգիտեմ մի փաստաբան, որ ասի, որ այո, իմ մեղադրյալը, իմ պաշտպանյալը բոլոր մեղքերը գործել է, պարոն Ասլանյան։ Հասկանալի է, բայց ես ձեզ ասեմ, օրինակ տեսեք, կներեք, այդ պարագայում խնդրեմը այն չի, որ կամ Փաշինյանի իշխանության առավելությունը այն չի, որ իր ընդդիմախոսները չափազանց խոցելի են։ Բայց ինքն էլ է խոցելի, բայց ինքը թույլ չի տալիս այդ խոցելիությունը ցույց տան։ Փաշինյանը եւ Փաշինյանի իշխանությունը նույնպես խոցելի է։ Օրինակի համար, եթե մենք դեմոկրատական երկրում լինեինք, Փաշինյանի կառավարությունը վաղուց եւ ինքը պետք է հրաժարական տար։ Դե ընտրեցին մարդիկ։ Մի րոպե չընտրեցին։ Հոգի ավելի չընտրեցին։ Երբ գիշերվա կեսին Փաշինյանը մեսիջ է ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որ ես հաղթել եմ, դա մեսիջ էր, որ ես պետք է հաղթեմ։ Կներեք, ընդդիմադիր գործիչները սա ասում են, բայց անտեսում եմ Փաշինյանի ասացի այդ մյուս հատվածը, երբ որ ասում են ինչ գիտեք, ասում են տեղերում մենք ունենք ներկայացուցիչներ, նրանք մեզ տվյալները փոխանցել։ Դե հիմա գնանք փաստերով։ Փաշինյանն ասում է, որ փող են տվել, փողերով են ձայներ հավաքել, թե չէ եւ այլ եւ այլ։ Չէ, եկեք Դուք եւ այլ գործիչներ ասում եք Փաշինյանը կեղծել է, որովհետեւ ժամը 1-ին գիտեր, որ ինքը հաղթել է։ Նրան հարց են տալիս մեր լրագրողներ, ինչ գիտեք, որ հաղթել եք, ասում է տեղերում վստահված անձի հանձնաժողովի անդամներ ունենք, իրենք հաշվել են, թվերը ուղարկել են, գումարել եք, հասկացել են։ Չէր կարող պատահել այդպես, որովհետեւ ժամը 2-ին հնարավոր չէր 2005 տեղամասի թվերը գումարել, ասվել արիվ։ Կարող է 1800-ն է գումարել կամ 1600, պատկերը, վեկտորն է հասկացել։ Դե հիմա անցնենք։ Օրինակ դրա վրա Փաշինյանը իրավունք, մի րոպե, Փաշինյանը իրավունք ունի, ասենք ուժեղ Հայաստանին կամ Հայաստան Դաշինքին մեղադրելով փողեր բաժանելու մեջ։ Իրավունք ունի թե չէ։ Իրավապահները մեղադրում են։ Փաշինյանը։ Դուք էլ ունեք, ես էլ բոլորն էլ ունեն իրավունք։ Չէ, Փաշինյանը իրավունք չունի։ Ինչու՞ չունի։ Որովհետև ամենամեծ փող բաժանողը Փաշինյանը եղավ։ Օրենք խախտել է, պարոն։ Այո։ Որ օրենք։ Օրինակ, օրենքը խախտել են այնքանով, որ 25 թվականի նոյեմբերին պետական բյուջեի քննարկման ժամանակ, որին ներկայ եմ եղել նաև ես, պետական բյուջեի քննարկման ժամանակ բոլոր տեսակի խոսակցությունները, երբ որ քննարկվել է, Փաշինյանն ասել է, որ մենք թոշակների բարձրացման համար ոչ մի գրամ կոպեկ փող չունենք։ Պարոն Ասլանյան, իմ հարցը չլսեցիք։ Ասում եմ օրենք խախտել է, թե չէ, թոշակը։ Իհարկե։ Որ օրենքը։ Այն օրենքը, որ թոշակների բարձրացումը պետք է բյուջեով հաստատվեր, բյուջեով, դեռևս 25 թվականի նոյեմբերին, սակայն 26 թվականի ապրիլին չգիտես որտեղից
թոշակները բարձրացվում են։ Պարոն Ասլանյան, պատգամավոր եք, մի հատ օրենք գրեիք, որ ընտրություններից 5 ամիս առաջ, 6 ամիս առաջ չի կարելի թոշակները բարձրացնել, դա չափազանց լավ ու ճիշտ կարգավորում կլիներ, բայց չկա չէ այդպիսի կարգավորում ընտրական օրենսգրքում, որ կառավարությունը իրավունք չունի թոշակ եւ այլ նպաստներ բարձրացնել ընտրություններից այսքան ամիս առաջ։ Գրեք, ընտիր բան կլինի, որովհետեւ իրապես այդ բարձրացումը կամ առողջապահության այդ համակարգի ներդրումը կարող է մարդկանց վրա դրականորեն ազդել հոգուտ ԿՊ-ին։ Արժի այդպիսի բան գրել, բայց այս բան գրած չի, չէ՞։ Եկեք ռեալություններով առաջնորդվենք, էլի։ Այսինքն դուք գտնում եք, որ չէ, դա օրինական է։ Չէ, ես գտնում եմ, ուզում եմ գտնել այն օրենքը ընտրական օրենսգրքում, որը արգելում է դա անել, պարոն Ասլանյան։ 8 ամիս առաջ Այ որ ասեք վարչական ռեսուրս են չարաշահել, այդտեղ ես ձայն չէի։ Երկրորդը պետք է դրան գայ, վարչական ռեսուրսները եւ սարսափի մեջ ժողովրդին պահելը։ Վարչապետը ինչ իրավունք ունի կամ վարչապետության տեխնացուն, ասի եթե ԿՊ չընտրեք, պատերազմ է լինելու։ Այ ճիշտ տեղ եկաք։ Հիմա սեպտեմբերն է գալիս, եթե պատերազմ չեղավ, ուրեմն Փաշինյանը ստել է, չէ՞։ Այո։ Որովհետև իրենք 2/3 չունեն։ Այո։ Ես ԿՊ-ականներին կկանչեմ, կասեմ ինչու պատերազմ չեղավ։ Խաբում եք։ Ահաբեկում եք ժողովրդին փաստորեն։ Բա իհարկե ահաբեկում էին։ Այ դա ուրիշ բան է արդեն, պարոն Ասլանյան։ Շատ բաներ է։ Մենակ դա չէ։ Թոշակ բարձրացնելը օրենքով եթե ընտրական օրենսգրքով արգելված չի, չէ, ընտրական օրենսգրքով դա իհարկե ունեցել է ազդեցություն, բայց Ռոբերտ, ընտրական օրենսգրքով նախատեսված չէ, բայց բյուջեում գրված է, որ հաջորդ տարվա երբ որ բյուջեն քննարկվում է, արդեն նոյեմբերին որոշվում է, թե գումարները ոնց պետք է տեղադրվեն։ Այսինքն դու խախտում ես բյուջեն, սահմանադրորեն խախտում ես բյուջեն, բյուջեում դա գրված է։ Նրանք էլ ասում են հարստացավ պետության բյուջեն, ավել փող ունենք, ավելացրինք։ Ավել փող չունեին, 15%-ով կրճատեցին անվտանգության համակարգին եւ ռազմարտունաբերությանը տրամադրվող գումարները։ Պարոն Ասլանյան, հիմա տեսեք, տարբեր քրեական գործեր կան, Ծառուկյանին առնչվող, Նարեկ Կարապետյանին, Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, Փաշինյանը խոստացել է մինչև 2031 թիվը քրեաօլիգարխիայի պարագլուխները նստելու են, հա։ Ենթադրում եմ նպատակային է, որ թույլ չտա նրանց լինել քաղաքականության մեջ։ Այդ ձեր նման ուժերի համար սա լավ հնարավորություն չի, դաշտը կբացվի, քրեաօլիգարխիան դուրս կգա խոշոր կապիտալը, դուք էլ ձեր գաղափարներով սոցիալիստական եւ սահմանադրականամետ հանդես կգաք։ Դե մասկը համարյա սոցիալիստական կուսակցություն է դառնում։ Ի սկզբանե ՄԱՍ-ն սոցիալիստական էր, հետո սահմանադրական դարձավ։ Սոցիալիստական դա խոսակցությունն եղել է, բայց եղել է, չէ՞, այդ խոսակցությունը։ Դա Աղազարյանի միտքն էր, ես էլ ասել եմ, որ ոչ մի սոցիալիստական, այլ սահմանադրական։ Բայց իմ հարցը եկեք կենտրոնանանք հարցի վրա, որովհետև ամփոփում ենք արդեն հարցազրույցը։ Ահա։ Հիմա քրեաօլիգարխիայի ապամոնտաժում եւ լավ հնարավորություն ձեր նման ուժերի համար, ինչու ոչ։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը պատրաստվելով 31 թվականի ընտրություններին սրբել տանելու է բոլորին, թողնելու է միայն իրենց։ Հասկանալի է, Նիկոլ Փաշինյանը նպատակ չունի դաշտը մաքրելու, որպեսզի երկրի համար ճիշտ առողջ ուժեր գա։ Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի դաշտ այնպես մաքրի, որ 31 թվականին լինեն խորհրդարանում միայն այն ուժերը, որոնք սկզբից մինչև վերջ կլինեն իր վերահսկողության տակ եւ կլինի նորից ինքը։ Եվ սա ինձ նորից եմ ասում, սա ինձ նմանեցնում է, հիշեցնում է ավելի շուտ 34 թվականը։ 34 թվականի 37 թվականից 3 տարի առաջ 1937 թվականի հիմքը դրվեց 34 թվականի հունվարին։ Ես հասկացա ուր եք տանում, այո։ 34 թվականի հունվարին տեղի ունեցավ ՀԱՄԿԲԿ, այսինքն հետագայում ՍՄԿԿ, ՀԱՄԿԲԿ 17-րդ համագումարը, որտեղ Կենտկոմի գլխավոր քարտուղարի գեներալնի սեկրետարի երկու տեխնացուն կան Կիրովը եւ Ստալինը
ուժերը գրեթե հավասար էին, բայց Ստալինը հենց այդ ընթացքում այնպես չեզոքացրեց այն ուժերին, որոնք պետք է Կիևին ընտրեին, եւ ամենացավալին այն էր, որ անմիջապես ավարտվելուց հետո, համագումարի ավարտվելուց հետո, որին մասնակցում էր 1966 պատգամավոր անձեռնամխելությամբ տուն վերադարձան, ավելի շուտ տուն չվերադարձան 1100-ը կամ գնդակահարվեցին։ Գնայք, պարոն Ասլանյան, քաղաքական ուժերը կարող են փոխարինվել, օրինակ ՀՀԿ-ն չմասնակցեց ընտրություններին, չէ՞, բայց կա նրան ինչքան մի 60,000 ձայն տվող կար, չէ՞, նախորդ ընտրություններին։ Նույնը Հայաստան դաշինքին 200,000-ից ավել։ Քաղաքական ուժերը կարող են փոխարինվել, բայց այդ ընդդիմադիր քաղաքացիները մնալու են, չէ՞, իրենք կգտնեն իրենց ընդդիմադիր գործիչներն ում վստահում են, ովքեր օլիգարխ չեն, ովքեր Փաշինյանի իշխանության առաջ խոցելի չեն։ Ավելի լավ չի, օրինակ, ես անուններ չտամ, այնպիսի գործիչներ լինեն, ովքեր այսպես հարկային չարաշահումների մեջ չեն մեղադրվի։ Քաղաքական մարդիկ կլինեն, էլի։ Չեն կարող լինել, որովհետև Փաշինյանը առաջի հերթին նրանց է վերացնելու։ Ում։ Բոլոր այն իրական ձեր ասած այն մարդիկ, ովքեր վտանգ կարող են ներկայացնել նրա իշխանությանը։ Բայց այդ քաղաքացիները չեն վերանալու, չէ՞։ Քաղաքացիները չեն վերանալու։ Նրանք կընտրեն իրենց ուժերին ու ուզում են։ Ոչ, քաղաքացիներին կհասցնեն այնպիսի մի մակարդակի, ինչ մակարդակի ասրեց չթողեցիք ասել Ստալինը։ Ինչու 34 թվականից հետո մինչև իր մահը սովետական միությունում ոչ մի ընտրություն այլևս չգնաց այնպես ինչպես պետք է, ոչ մի ընտրություն, եւ դրանից հետո նրա մահվանից հետո էլ շորշոփը դեռ կար։ Դուք պատմությունը պետք է լավ ուսումնասիրեք, երբ պատմության մեջ որևէ երկրում, տեսեք 34 թվականի հունվար քիչ առաջացի չէ, ՀԱՄԿԲԿ 17-րդ համագումար, 34 թվականի հունիսի 30 Հիտլերը կատարում է երկար դանակների գիշերը, մեկ գիշերվա մեջ 1500 մարդ գնդակահարվեց Գերմանիայում, եւ դրանից հետո երկուսն էլ դարձան տոտալ իշխող, երկիրը գնաց տոտալիտարիզմի հիմքով։ Մի խոսքով 2-3 տարի է մնացել, որ դուք ազատ հարցազրույցներ տակ քննադատեք ԿՊ-ին, Փաշինյանին։ Եթե այսպես գնա, այո, ընդամենը կարճ ժամանակ հետո ոչ ոք արդեն ռիսկ չի անի, ուղղակի կհեռանան, օրինակի համար Նիկոլ Փաշինյանը գրեթե նորից եմ, պատմություն ուրիշ է, Ստալին նման, 34 թվականին Ստալինը արդեն այն բոլոր մարդկանց, բացի, եթե չեմ սխալվում, Կագանովիչից եւ Միկոյանից, որոնց հետ նա սկսել էր 17 թվականին, ինչպես ուսապարկերի, 34 թվականին նրա շուրջը ոչ ոք չկար։ 34 թվականից սկսված նոր սերունդը, որը Ստալինը ինքը բերեց, 39 թվականին այդ երկրորդին էլ էր մաքրել։ Այսինքն հիմա Նիկոլ Փաշինյանին պետք են հետևյալ մարդիկ ԿՊ-ում, որ հանկարծ որևէ մեկը Աղազարյանի կամ Ասլայանի նման չհելնի իր դեմ, բոլորը դառնան զերո, որ ինքը ոնց ասի նստեն հելնեն, եւ այդ իր ավտորիտար գաղափարից ինքը կանցնի տոտալիտարին եւ բոլորը այլևս ոչ ցանկություն կունենան, ոչ հնարավորություն կունենան որևէ ճշմարիտ խոսք ասելու։ Մեր հայրենիքը այսօր այդ առումով շատ վտանգի տակ է։ Պարոն Ասլանյան, մենք ձեզ միշտ կհրավիրենք, անկախ ձեր պատգամավորական կամ այլ կարգավիճակներից, չգիտեմ, 2027 թիվն է եկող տարի, 2037 թվին դեռ 11 տարի կա, հուսանք ձեր նշած 37 թիվը չի գա ամեն դեպքում, ամփոփենք այսպիսով, եթե ասելիք ունեք։ Ես ուզում եի մի բան էլ ասել, օրինակ ասենք, տեսեք, քաղաքական դաշտից նա շատ գեղեցիկ ձևով հեռացրեց ընդդիմադիր ուժերի օգնությամբ
հեռացրեց Բարգավաճին, ճիշտ է թե չէ։ Բայց ո՞նց հեռացրեց։ Երբ որ մենք պարոն Աղազարյանի հետ Գնեք ո՞նց ընդդիմադիր ուժերի օգնությամբ չհասկացա։ Հիմա կասեմ ո՞նց։ Օրինակի համար պարոն Աղազարյանի հետ մենք փորձում էինք եւ բոլորին ասում էինք, որ եթե դուք չեք անցնելու ոնց որ մենք, չէ, մի դրեք։ Եվ եթե նրանք չգնային ընտրության, այդ ուժերը ոնց չգնային ընտրության։ հանեին իրենց տեխնացիոնը 16-ի փոխարեն ընդամենը 4-ը մնային։ Դե հիմա գիտեք ինչ։ Չէ, կներեք, տեսեք, բան եք ասում անհնարինն է։ Ինչու է անհնար, ինչու մասկը չառաջադրվեց։ Դե 2000 ձայն էիք հավաքելու, չհավաքեցիք, պարոն Ասլանյան։ Այնտեղ մարդիկ կային 0.002 էին հավաքել։ Դուք էլ եք այդքան հավաքելու, չհավաքեցիք։ Չէ, մենք այդքան չէինք հավաքելու, մենք գիտենք ինչքան էինք հավաքելու։ Բոլորը այդպես են ասում, Չէ, մենք գիտենք, իսկապես գիտենք։ Մենք գիտենք, որ չէինք անցնելու, բայց մենք 0.02 չէինք հավաքելու։ Երկու գործող падգամավոր կար։ Մի խոսքով, տեսեք ինչ, 49% է հավաքել ինքը։ Ճիշտ է թե չէ։ 49 ու ինչ որ մի բան այո։ 49 ու եւ այլն։ Տեսեք, եթե առնվազն 10 կուսակցություն չհանձնեին, այդ 12%-ը չփոշիացնեին, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն սահմանադրական մեծամասնություն չէր ստանա, այլև կայուն մեծամասնություն չէր ստանա։ Ձեր ասած տոտալիտար բան։ Ում էիք արկել, Հայկ Մարությանին էիք արկելու, Թաթոյանին, Գուրգեն Սիմոնյանին, Արամ Սարգսյանին, ում էիք արկելելու, որ չմասնակցեն։ Չէինք արկելելու։ Մենք թող միավորվեն իրար հետ մասնակցեն։ Հենց հարցել դա է։ Իսկ ինչու չմիավորվեցին, այդ արդ երկար քննարկման հարց է։ Շնորհակալ եմ պարոն Ասլանյան զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Հակոբ Ասլանյանին։